Պետք է խնդրեմ, որ չընդհատեք, որովհետև այսօր ինձ համար շատ կարևոր եւ խորհրդանշական օր է եւ կարծում եմ ոչ միայն ինձ համար, այս դահլիճում եւ նրա սահմաններից դուրս գտնվող յուրաքանչյուր քրիստոնյայի համար։ Նախ ես խնդրում եմ նորից ես ընդհատելու ցանկություն գիտեմ, բայց որովե կանխավոր չկա, որ ոչ ուղղակի եթե հնարավոր է, պահանջես ըստ էության։ Շատ հակիրճ ժամանակային առումով էլ դատանը չի սահմանակում, ձեզ խնդրեմ, ուղղակի ըստ էության հարցի հետ կապված լսում ենք ձեզ։ Այո, շատ ինձ համար անձնապես 30 տարի շարունակ եղել է առանցքային նշանակություն ունեցող օր իմ կյանքում, իմ ընտանիքի կյանքում եւ վստահ եմ, որ յուրաքանչյուր քրիստոնյա մարդու կյանքում։ 9 ամիս է արդեն ես կալանավորված եմ, վերստիմացնում եմ, փառք Տիրոջը այս շնորհի համար, որ ինձ տվել է, որովհետև մենք նախընտրել ենք կապանքների մեջ գտնվել Քրիստոսի համար, մեր հայրենիքի համար, քան թե իր հետ գտնվել փառքի մեջ։ Նախընտրել ենք չարչարակից լինել իր խաչին, քան թե իր հետ միասին վայելել արքայության վարձատրությունը։ Եվ մեկ վարքամ ես ձեզ ընդհանրեմ Մեղադրյալ Մանթաշյան, չի կարելի, դուք ինքներդ գիտեք, ինչի եք այդ ամեն ինչը անում։ Ինչի համար եք դուք այդ ամեն անում, ախր չի կարելի, չէ։ Խնդիրը նրանում է, որ արգելվում է այստեղ։ Նրանք ներկաները լրատվական միջոցներ են ասում, արգելվում է այստեղ։ Շուտով կլինի մի քանի օրից, մի 3 օրից ուրեմն կլրանա այն ժամանակահատվածը, որ ես 5-րդ տաղավար տոնը, Սուրբ Հարության տոնը, կանցկացնեմ իմ առանձնության մեջ, ինձ համար նախախնամության բաժին ընկած հատվածում Քրիստոսի հարության խորհրդով։ Այսօր ավակ 5-շաբթի է, բայց մինչև այդ մասին խոսելը, ես ուղղակիորեն պնդում եմ, որ այն ինչ որ պաշտպան Խուդոյանը ներկայացրեց եւ մեր պաշտպանները իրենց կողմից նաև պնդեցին, որ լինի, դա տեղի ունենա, որովհետև պատվարժան դատարան, մենք այստեղ հիմնավոր իմաստով խոսում ենք բացարձակ առանցքային նշանակություն, հանրային հնչեղություն ունեցող դեպքի մասին, որը ոչ միայն այս ժամանակի մեջ է գնահատվելու, այլ նաև ապագայում է գնահատվելու, որպես յուրահատուկ դեպք, թե ինչպիսին պիտի չլինի զարգացումներ այս դեպքի հետ կապված իրավական կամ արդարադատության իմաստով։ Այսօր 2000 տարի առաջ մոտավորապես մի քիչ ավելի մի այլ դատավարություն էլ է տեղի ունեցել։ Այս օրը հենց Հիսուսի դատավարությունն է տեղի ունեցել։ Եվ ես մաղթում եմ եւ ուզում եմ, որ դուք որևէ կերպով Պիղատոսյան մոտեցումը չունենաք այն հարցին, եւ ես չեմ կարծում, որ դուք կունենաք, բայց մաղթում եմ եւ ցանկանում եմ, որ չունենաք այն, ինչ որ նա արեց, ձեռքերը լվանալով եւ հարցնելով, թե ինչ է ճշմարտությունը։ Դա արեց, որովհետեւ իր համար իր կյանքի անձնական պաշտպանվածությունը, շահը, հարմարությունը եւ այլն մեղադրողների կողմից ներկայացված այդ ամբողջի իրավունքի մասնագետների, օրենսգետների կողմից ներկայացված ամբողջ մեղադրանքի փաթեթը, որը ըստ էության այլ բանի մասին չէր, քան ուրեմն մեղադրվում էր Հիսուս ժողովրդին մոլորեցնելու քարոզության մեջ, ինչպես նաև ահաբեկության եւ պետական կարգը տապալելու մեջ։ Ես դրա համար եմ ասում, որ այս նույն դատավարության արտացոլանքն է։ Մենք հովվական աստվածաբանության տիրույթում շատ կարևոր հասկացություն ունենք, որ կոչվում է
gospel in action, ավետարանը գործողության մեջ։ Ես ավելին կասեմ, այսօր ոչ թե ավետարանն է գործողության մեջ եւ նաեւ ոչ թե ավետարանի արտացոլանքն է մեր կյանքում, այլ մեր կյանքի արտացոլանքն է ավետարանում, թող համարձակվեմ այդպես ասելու։ Այնպես ինչպես մեղադրանք կար Հիսուսի մասին, թե մոլորեցնելու, թե աղաբեկչության եւ թե պետական կարգը տապալելու, այդպես էլ մեր մասին է։ Ապա տեղեկատվություն տարածելու, ասում էր Չարիքը, ահաբեկչություն իրականացնելու, ասում է, չգիտեմ ով, անհայտ ծագումով մարդիկ, եւ նաեւ պետական կարգը տապալելու, եւ սա ինչու է մեծ մեղադրանքները շեշտում, պատվարժան դատարան, որովհետեւ սրանք են հիմքում, եթե սրանք են պատճառ եղել, որ այդ այսպես կոչված գաղտնալսումները, որը մինչեւ այսօր թեպետ գլխավոր դատախազը խոստացել էր Արթուր Սարգսյանին կալանքի տանելուց, փորձաքննություն անցկացնել, մինչև այսօր տեղի չի ունեցել այդ գաղտնալսում կոչվածների փորձաքննությունը։ Ինչ հիմքով է եղել 9 ամիս մարդկանց պահելու, այս պարագային նաև անձնապես ինձ, զրկելու 5-րդ տաղավար տոնը անցկացնելու իմ մենության խցում։ Ես երջանիկ եմ դրանից, ինչպես ասացին, բայց ես տրամաբանություն եմ ուզում հասկանալ, թե ինչ հիմքով են մարդիկ, օրինակ, ասենք, զրկել մարդկանց, ինչ հիմքով։ Այն ժամանակ էլ հիմքեր չկային, մեղադրում, խոսում, աղաղակում էին եւ Պիղատոս կուսակալ դատավորը հարցրեց, ասաց ինչ հիմքով եք մեղադրում այս մարդուն։ Բայց քանի որ ճնշումը շատ էր պետական իշխանության կողմից այդ ժամանակվա, նա ձեռքերը լվաց եւ հարց տվեց, բայց ասաց ինչ է ճշմարտությունը։ Ես չեմ ուզում որ նույնը կրկնվի այսօր։ Այդ դեպքը թող բեկվի, ուրիշ ձև լինի։ Եվ այսօրվա խորհուրդը ուզում եմ ամփոփել, որ հենց հիմա այս ժամին ոտնլվայա տեղի ունենում եկեղեցում, վերջին ընթրիքի խորհուրդն է կատարվում, ուրացման դրվագն է, դավաճանության դրվագն է, Հիսուսի ծաղրվելու դրվագն է, շուտով արձանագրվելու տիեզերական իրականության մեջ եւ այս պահին ու այս ժամին պատմականորեն հենց հիմա եւ այս բոլորով հանդերձ խաչելության ճանապարհը ես ընդունել եմ, մենք ընդունել ենք, որ մեր ճանապարհն է իր այդ խաչակից լինել, բայց միևնույն ժամանակ ես բացարձակ կասկած չունեմ հարության խորհրդի վրա եւ այդ հարության խորհուրդը իմ ժողովրդի համար չի ուշանալու։ Իսկ այսօրվա խորհրդով ես ուզում եմ, որ այդ նույն դատավարության պատկերը ավակ 5-շաբթիով, որ դուք երևի նախախնամությամբ ամեն 5-շաբթի դնելով վերել հասցրել եք այսօրվան, այդ նույն պատկերը ինչ որ կրկնվեց այնտեղ, ինչ որ տեղի ունեցավ այնտեղ, այսօր տեղի չունենա Երևանի սրտում այս դատարանում։ Ես այսքանը կասեմ պնդելով, որ այո, այդ հիմքերը պետք է ներկայացնեն, էլ հետագա չկա, ապագա չկա, հետո դետաձգենք, ինչու։ Բացարձակ կարիք չկա դրա, բացարձակ։ Ես չեմ էլ, նույնիսկ չեմ էլ ասում քաղաքական պատվեր, եւ զուտ բարոյական եւ իրավական իմաստով եմ ասում։ Հիմքը կա, մարդկանց 9 ամիս պահել եք, ցույց տվեք, վերջանը։ Էլ են մնացած թեմաները չեմ ասում։ Իմիջիայլոց խնդրել եմ պաշտպաններին, քանի որ տեսնում եմ պատասխան չկա ոչ մի ձևի, պաշտպաններին խնդրել եմ, որ այն շատ կարևոր փաստաթուղթ կոչվածը ահաբեկչության մասին հրապարակեն եւ եթե մենք դատարանում չենք կարողանալ որևէ ձևով հիմքեր ունենալ որևէ բանի, ստիպված պիտի գնանք քարոզչական դաշտում այնտեղ խոսելու։ Այսինքն դատարանական այս ատյանը տեղափոխել հանրային դաշտ։ Եվ հանրությունը թող արդեն մեզ դատի, թեպետ շատ կասկածում եմ, որ թե ինչպես է ուղղորդվում հանրությունը, բայց այդուհանդերձ թող ինքը դատի իր մտքով եւ այսօրվա իրականությունը չափելով։ Ես պնդում եմ, որ պաշտպան Խուդոյանի ներկայացած միջնորդությունը տեղի ունենա։ Շնորհակալություն։